Փակ Տիրոջը սիրելի եղբայրներ քույրեր, Աստված փառավորվի, որ մեզ պես ընդունում է, մեզ սիրում է եղբայրներ քույրեր, եւ ամեն ժամանակ մեզ հետ է, մեզ ողորմելու եւ իր օրհնություն հայրական մեր վրա բերելու։ Մասիս եղբորը ստեղին մեր ժողովրդից բոլորը երևի ճանաչում են։ Ինքը ստեղվել է, մենք իրար շատ ենք շփվել աշխատելով իրար նաեւ օգտակար լինել։ Տերնոշն է իրանց, ինքը ավետարանական մգնտական եկեղեցու հովիվն է։ Ուրեմն սերներ, ես անցյալ անգամ եթե հիշում եք բերեց ես ավետարանից են համարները, որոնք որ գրված են հատկապես են առումով, որ ավետարանը մեր ավետարան ուրախության ավետարան է։ Եվ Տեր Հիսուսը հատկապես իր բոլոր խոսքերի մեջ, ինքը ցկտում է իր բոլոր գործերի մեջ, իր բոլոր ողորմությունների, գտությունների ակտերի մեջ եղբայրներ քույրեր ցկտում է, որպեսզի իր այդ շփվողը մշտական ուրախություն ունենա։ Այստեղ չկա մեկը, որ հանգարց ասի, թե ես Տեր Հիսուսի հետ հաղորդակցվա, բայց հանգարց դրանից հետո ավելի վստահորեն, ավելի ուրախացած, ավելի հանգիստ եւ ուրախ չգնացի տուն։ Այդպիսի մեկը չկա։ Ամենք սեր երբ որ շփվել հաղորդակցվել ենք Տեր Հիսուսի հետ, զգալով իր սերը, քաղցությունը, մխիթարությունը, այն մեզ միշտ մեծագույն ուրախություն է պատճառել։ Եվ ժողովրդյան, գիտեցեք, որ ամենամեծագույն ուրախությունը երկինքի ուրախությունն է։ Երկինքից ի վերուստ իջած իր ուրախությունն է, որը հենց Աստծո արքայության մեջ է մտնում, չէ, ասում է Աստծո արքայությունը ուտելիք խմելիք չէ, ոչ է հագնելիք է, ոչ է փառք ու հարստություն, եղբայրներ քույրեր, ասում է ուրախություն, ներողություն, արդարություն, խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգիով։ Եվ Տեր Հիսուսը իր արքայության մեջ ուրախությունը եւ խաղաղությունը, այսինքն հանգստի այդ ներքին բավականություն ու զգացողությունը դրել է ամենաառաջի տեղում, եղբայրներ քույրեր։ Եվ վերջում ասում է նորից շեշտում է ուրախություն Սուրբ Հոգիով։ Եվ իր արքայության նպատակն էր մարդկանց սրտերում հաստատել այդ արքայությունը։ Մեր սրտերում հաստատել իր խաչի զորությունով եւ իր Սուրբ Հոգիով բերել այդ արքայություն հաստատել, որի համար ինքը իր կյանքը տվեց։ Եվ երբ որ Հովհաննես Մկրտչից սկսած եւ ինքն էլ խոսում մենք գիտենք, ինքը եկավ քարոզեցին, ապաշխարեցեք, բասնզի երկինքի արքայությունը մոտեցել է։ Այդ այստեղ կան մարդիկ, ովքեր որ այդ արքայությունը իրան սրտի մեջ այնքան էլ չեն վայելում, չեն ուրախանում, չեն զգում, եղբայրներ քույրեր, թող իրանք խնդրեն, Աստված կտա, որտեղ Աստված իրանցից հեռու չէ, եւ ավետարանն ասում է, որ ապաշխարեցեք, բասնզի երկինքի արքայությունը նաեւ ասում է ձեր մեջ է, ձեզ մոտ է։ Այնպես որ Տեր Հիսուսին մի փոքր Տեր Հիսուսի հետ հաղորդակցվող մարդը անպայման կուզենա, որպես իր կողքինին եղբայրներ քույրեր ուրախություն պատճառի։ Եվ իմ այդ օրվա անցյալ կիրակի քարոզի այդ հանգումը դա էր, որ մենք պետք է մեր կողքիններին աշխատենք ուրախություն պատճառել։ Եթե թարմություն ենք պատճառում, դա ուրեմն մենք Աստծո հետ չենք, այլ ճիշտ հակառակը։ Աստված մեզ հետ չէ, թող Աստված օգնի, որպեսզի մենք կարողանանք ճշմարտություն հասկանալ եւ իրար նկատմամբ հոգատարություն ունենալ։ Մեր եղբայրները կարծես թե եղբայրները երեք մենք ստեղ ունեցանք զրույց եղբայրներ քույրեր ընտանիքի վերաբերյալ։ Մեր ընտանիքները շատ են, բայց երեկվա անդամները քիչ էին։ Բայց կան բաներ, որոնք որ ես իսրդե կուզենայի, որպեսզի ձեզ ներկայացնած լինեի, հատկապես նրանք, ովքեր կա, այսինքն նրանց, ովքեր որ երեք չեն եղել։ Ուրեմն մի փոքր խնդիր կա, ես ուզում եմ կարդալ եւ հետո անցնել, ասում է ուստի Կողոսացիս թղթի 3-րդ գլուխ եղբայրներ ջան, Կողոսացիս 3:12-13։ Ուստի Աստծո ընդերյալ սուրբերի եւ սիրելիներու պես ձեր վրա հակեք գութը, ողորմությունը, քաղցությունը, խոնարհությունը, հեզությունը, երկայնամտությունը, պատկերացնեք եղբայրներ, այնպիսի չափանիշներ, այնպիսի առաքինություններ հոգևոր ինքը նշում, որպես որ մենք ունենանք մեր կյանքում։ Բնական է առաջինը քո ընտանիքն է։ Հետո նոր դրսում քո եղբայրները քույրերը։ Եվ նորից ես ուզում եմ կարդալ ուշադրություն ամեն մեկին եւ ժամանակ չունիմ ամեն մեկի վրա կանգնելու, բայց դուք ուշադիր եղեք։
Ընդրյալ սուրբերի պես, ուսի ասում են ընդրյալ սուրբերի պես, մեր ընտանիքները պետք է սուրբ լինեն, եղբայրներ քույրեր, պիղծ ընտանիք, ուրեմն մենք եկեղեցուց դուրս կգնենք, մեր ընտանիքները սուրբ պետք է լինեն, որպեսզի Տիրոջ ներկայություն օրհնություն եղնի, Տիրոջ զորություն լինի մեր ընտանիքների մեջ եւ փրկություն լինի։ Դրա համար ինքը ասում է, ուստի Աստծոյ ընտրյալ սուրբերի եւ սիրների պես ձեր վրա հագեք գութը։ Դու գութ ունես քո կողքին նկատմամբ, քո ընտանիքի անդամների նկատմամբ եւ նաեւ դրսում։ Եթե հոգի սուրբ ես, եթե հոգեվոր ազնվորություն ես ունեն, պետք է դրսևորվի քո մոտ։ Ողորմությունը մեծագույն բան է։ Իրանի ողորմածներին վասն ողորմություն պիտի գտնեն։ Միայն Հիսուսին իր սրտում ունեցող մարդը կարող է գութ եւ ողորմություն ունենալ։ Քասությունը իր նկատմամբ երբեմն տեսնում ենք, որ չի ստացվել մի բան, այնպես չեն կարել քասության տեղը մարդուն դառնություն ենք պատճառել։ Բոլորիս հետ է եղել է եղբայրներ քույրեր, հեչ մեկը մի կարտարանա։ Բոլորս էլ այդպեսին եղել ենք, որ մենք ուրախությամբ, քաղցության փոխարեն դառնություն ենք պատճառել մարդուն։ Այսօր զղջալու եւ ապաշխարել օրն է, եղբայրներ, որպես Աստծո ներկայությունը մեր սրտերի մեջ իջնի եւ Աստծո օրհնությունն ու բժշկությունը։ Խոնարհությունը, եղբայրներ քույրեր, խոնարհություն հենց ինքը Տեր Հիսուսն էր։ Ասում է խոնարհը թող իր բարձրությամբ բարձրանա, այսինքն բարձրությունը որն է, Տեր Հիսուսն է բարձրությունը մեր, կյանքն ուրախությունը, եւ ասում է խոնարհը, որովհետեւ Տեր Հիսուսն ինքը խոնարհ էր, ասում է ինձ մեզ սորվեցեք, որ ես դով ես եմ խոնարհ։ Մեր ընտանիքների մեջ մենք ինչ ենք սովորեցնում մեր երեխաներին, հիմա հետը դրան է հասնելու, ամբարտավանություն, աչքի ցանկություն, աշխարհի սերը, թե սերը եւ ինչ որ աշխարհի մեջ է, Հովհաննես Արաքյալը շեշտում է, ինչ աշխարհի մեջ է, աչքի ցանկությունը, մամնի ցանկությունը եւ այս կյանքի ամբարտավանություն, որ ինքը կարող է ամեն բան անել, ամեն բան անել, Աստծուն չնազանվել, ծնողին չնազանվել, մեկը մյուսին չհարգել, չսիրել, չխոնարհվել, եղբայրներ քույրեր, գնալ ամբարտավանությամբ, որ ես ճիշտ եմ անում, որ ես լավ եմ անում, որ ես անպատիժ եմ, ինչ ուզենամ ենք անեմ։ Սա է ամբարտավանությունը, հպարտության հողի վրա, եւ ինչքան ցավալի է մեր մեջ այդպիսի բաներ շատ կան։ Իրարու համբերելով եւ իրարու ներելով, եթե մեկուն դեմ տրնությունա շատ մեծ քանակության է ասել, աշխարհում ասում է 10% չկա, մարդիկ իրար հետ նշանվի կը 10% է բաժանվում են իրարից։ Բայց քրիստոնյաների մեջ էլ այդ բանը կատարվում է։ Ինչի համար, որովհետև եսասիրությունը եւ հպարտությունը չի թողնում ինքնասիրությունը, որ ինքը խոնարհ լինի, ինքը ներող լինի։ Եղբայրներ քույրեր, չի թույլ տալիս այդ մեր հպարտությունն ու եսը, որպեսզի մենք այնպեսի լինենք, ինչպես ավետարանն է, այնպեսի մեր ընտանիքի հիմքերը լինի ոչ թե աշխարհային հիմքերի վրա, ոչ թե ավազի եւ հողի վրա, եղբայրներ քույրեր, այլ մեր ընտանեկան հիմքերը պետք է կառուցել, երեք նոր եղբայր այդ մասին հիշեցնեց Աստծո հիմքի վրա, Աստծո հիմքը Աստծո խոսքն է, Աստված է, Աստծո սերն եղբայրներ քույրեր։ Եթե մենք մեր ընտանիքը կառուցում ենք ցանկությունների, զգացմունքների վրա, եղբայրներ քույրեր, աշխարհի վրա, եղբայրներ քույրեր, այդ ընտանիքը քամի ու հանձեմն ու քամինը չէ։ Հասարակ մի կաթիլ մեղրով այդ ընտանիքը փրվիկ է։ Մի կաթիլ մեղր լավ գիտեք բոլորդ է, Թումանյանի պատմությունն է։ Ընտանիքի համար, եթե Աստծո խոսքը չկա, գիրք կարդալը չկա, Տիրոջ ներկայությունը չկա, այդ մարդու ընտանիքը կփլվի մի կաթիլ մեղրով, հեչ պետք չէ որ անձևներն կան կեդերը վարարեն, քամինը խփե, որպեսզի փլի, ինքը արդեն պլազ է։ Եղբայրներ քույրեր, եթե չկա Տիրոջը մեժրած ենք ապրում, Տիրոջ ներկայությունը չկա, մեր ցավը չի գալիս դրա համար, ավելի շատ ցավում ենք այս բանի համար, երկրավոր խնդրի համար, տարբեր բաների համար։ Բայց մեր մեջ թույլ ենք տալիս, որ ամբարտավանությունը կորցի։ Եղբայրներ քույրեր, դրա համար մենք պարտվում ենք շատ հարցերից։ Բայց ավետարանը շեշտում է ասելով, իրարու համբերելով եւ իրարու ներելով, եթե համբերենք ներենք, ինչ բաժանության մասն է խոսքը։ Տերը ողորմություն կենե, այնտեղ որտեղ ներում կա, Տերը այնտեղ է։ Այնտեղ որտեղ չարին չարով են պատասխանում, սատանան է այնտեղ, իսկ այնտեղ որտեղ չարին բարիով են հաղթում,
Բարություն են անում, ողորմություն, գտություն, ազնվորացություն, երկայնամտություն, քաղցություն, այդտեղ Տիրոջ ներկայությունն է։ Այդտեղ Տիրոջ ներկայությունն է։ Ուրեմն սիրելիներ, ես մի հարցի մասին ուզում եմ խոսել։ Այդ բանը գրված է, հետաքրքիր է։ Ուրեմն կա մամուսինները, կա մի հատ բան է։ Ուրեմն եղբայրներ ջան, ամուսինն ու կինը իրար հետ նախքան ամուսինն ու կին լինեն եղել են քույր եղբայր, մանավանդ եկեղեցու մեջ։ Եվ իրանք պետք է պատրաստ լինեն նաև քույր ու եղբայր լինեն։ Մի հետաքրքիր ընձի մի հատ բան։ Ամուսինն ու կինն, ասենք, կինն ու ամուսին ոնց իրար կնայեն, ոնց է այդ ժամանակ ավելի հավանականությունը շատ որ իրանք իրար հետ լավ եղնեն, թե որ հանգած քույր ու եղբայր եղան, քույր եղբայր եղան, այդ վաղ ավելի գիտակցեն որ իրանք նաև քույր ու եղբայր են, դա ավելի իրենց ռամկեքի մեջ պահե, որովհետեւ իրանք ասենք թե տգարություն թույլ չտան, եղբայրներ քույրեր։ Չնեմ հասկացաք իմ միտքս, հիմա այն էլ պետք է լինի, այն էլ պետք է լինի, որպես իրար մեկ-մեկ հերթագայություն եղնի, հերթապահություն ենք դրանց մեջ է, մենք զգաց լինենք։ Դրա համար ավետարանը մեզի հարության պաշտամունքի է հրավիրում, ավետարանը մեզի հրավիրում է ծոմապահության, կիրակյորվա պաշտամունքներին, իսկ կիրակյորվա պաշտամունքների ծոմապահություն հարությունի ժամանակ ամուսնիկին իրանք բնական է քույր ու եղբայր են։ Այդ վաղ ավելի զգաց կլինեն երևի։ Դերը թողոքն է, եղբայրներ քույրեր։ Ուրեմն ես Մատթեոսի ավետարանից եմ կարդում սերներ։ Հիմա ծնողների վերաբերմունքը, սիրելի ծնողներ, ուշադիր եղեք, դուք ձեր երեխաներին ինչպիսի ճանապարհով եք առաջնորդում։ Այն ատեն Մատթեոս 20:20 եղբայրներ ջան, Մատթեոս 20:20 այն ատեն Զեբեոսի որդիներու մայրը որդիներուն հետ եկավ անոր երկրպագություն կներ ու բամը խնդրեր անգել։ Եվ կսեն թե ինչ որ կուզեն կերա։ Բայց չեն ասել, սկզբից ինչ կուզեն, դե բնական է թե գիտեր, բան չկար իրանից թաքնված։ Անալ սավանոր, ինչ կուզես։ Սավանորը սե որ իմ երկու որդիներս, մեկ աչքումդ եւ մյուսը ցախկումդ նստին քու թակավորությանդ մեջ։ Խելացի կին է, չէ, եղբայրներ քույրեր։ Շատ է լավ կին է, դենց որոշել է երեխեքը, պետք է Քրիստոսի թակավորության մեջ աչք ու ցախը նստին։ Շատ լավ բան կուզե, իմաստուն կին է։ Հիմա դրանց էլ իմաստուն կին երևի չի եղել, բայց դուք հիշեք, Գուջա ջան, գիտեցեք, որ հին ուխտի մեջ տալիս է, այս ինչ թակավորի մայրը, այս ինչի աղջիկներ, քանանների աղջիկները, կամ ասենք հոգևոր մարդկանց աղջիկներ, որոնք որ հոգևոր են եղել, այդ կանայք, որոնք տարել են թակավորի կինը, իրանք ունեցել են հոգևոր ճանապարհով են աղքին գնաց է, օգտակար են եղել ամբողջ թակավորության եւ ամբողջ Իսրայելի ժողովրդին եղբայրներ քույրեր, ոչ թե միայն իրանց ընտանիքին, այլ ամեն մեկին, բայց այն կանայք, որոնք եղել են եսասեր, ոչ թե աստվածապաշտ, այլ մարմնապաշտ ու կռապաշտ եղբայրներ քույրեր, նրանք Իսրայելի ժողովրդին գլուխը աղացել են կարելի ասել։ Հայրը նստած կարելի ասել, որ Իսրայելի ժողովրդի գլուխը աղացել են։ Այդպես օրինակներ շատ կա, դրա ժամանակը չոր խոսենք։ Իսկ այս քույրիկը եկել եք ուզե Հովհաննեսի եւ Հակոբոսի մամաներ կսե թողնստին արքայության մեջ, բայց թե մի հատ հետաքրքիր բան կա։ Թե Հիսուսը պատասխան տվավ ու սավ, չէ գիտեր թե ինչ կխնդրենք։ Կրնակ խմել այն գավաթը, որ ես պիտի խմեմ, կամ այն մկրտությունով մկրտվիլ, որով ես պիտի մկրտվիմ։ Ըսին իրենք կրնանք։ Ուրեմն իրանք համաձայնություն են տալիս եղբայրներ քույր իրենց մամայի հետ միասին։ Իրանց մամայի հետ միասին բոլորով համաձայնություն են տալիս, որ կրնանք, մենք կհամաձայնենք այդ գավաթը խմելու։ Հիմի մեր քույրիկները ինչ են մվում, մեր եղբայրներն ու քույրիկներն իրանց երեխանցը։ Բայց տեսեք Հիսուսի պատասխանը ինչքան գեղեցիկ է, ըսին իրեն կրնանք, Հիսուս ավանոր, իմ գավաթս պիտի խմեք ու այն մկրտությունով, որ ես կմկրտվեմ, պիտի մկրտվեք։ Եվ հետո մնացածը արդեն բազ է, ես չեմ ուզում կանգնել, ժամանակ չկա դրա վրա, մնացածը վերացերներ։ Կարևորը նա է, որ այդ կինը լինելով հոգևոր ազնվորություն, տեսնելով Տիրոջը, հավատքով ընդունելով նրան, հոգեպես ճանաչելով նրան, հավատալով Տեր Հիսուսին, ինքը համաձայն է, որ իր զավակները գնան Հիսուսի հետևից։
Հիսուսի հետևից այնքան կնան, որ մինչև երկինք հասնեն, եղբայրներ քույրեր։ Նա բերել էր իր զավակներին եկել էր, իր զավակներին բերել էր Տեր Հիսուսի քով, որպեսզի այդ հարցը կարգավորի։ Երկինքի հարցը իրան չէր դարձրում այդ ժամանակ, թե իրանք ինչպես կապրեն երկրի վրա եւ իրենց կյանքը ինչպես կանցնի։ Նրան հետաքրքրել մի բան երկինքի արքայությունը եւ նրա արդարությունը, եղբայրներ քույրեր։ Բայց այսօր սերներ, այսօր ուրեմն գալիս է մեր լեռնիկ եղբորը, ասում է ինչքան լավ է մեր հարևանի կինը, լավ էլ ունևոր կին է, երևի բժշկու է, թե ինչ է, չգիտեմ, ասում է իր երեխանցը ցերը տվել է կնոբշնի հեռախոս մինչև 11-րդ դասարան։ Եվ չի թույլ տալիս, որպես երեխանցը ավելի լավ բան, կարող է շատ բան անել, բայց չի տալիս։ Թող ասում է, թող իրանց ուղեղը չմտագնի։ Թող իրանց ուղեղը չմտագնի, թող այդ երեխանց ուղեղը, ես այն օրը կարդացի միտեղ այդ բանի ինֆորմացիոն բանը ասում է բժիշկները հետազոտել են, այդ երեխեք, այդ մարդիկ էլ հետները մեծերից սկսած, ովքեր որ շատ մտած են ինտերնետի մեջ, իրանք ասում է վերազում են ովիշի։ Բանջարեղենի սովորական հայկական բառ է, իրանք ոչ թե մարդկային ուղեղներ չի աշխատի, իրանք ամեն ինչից զրկված են, ծնողական սիրուց, ծնողին հարգելուց, ծնողին սիրելուց, այդ սերը վայելելուց, մարդկային շրջապատից, իրանց մամնագանը շատ տուժվում է, ֆիզիկականը, հոգեկան աշխարհը, ամեն ինչ տուժվում է, եւ այդ կնիկ անհավատ կնիկ իսկ եղնելով այդպես է վերաբերվում, նույնիսկ եվրոպական մեծ պիղծ երկրների մեջ կան երկրներ, որոնք որ իրանց երեխանց մինչև չգիտեմ ինչ-որ տարեկան հասնելը ինտերնետը անջատում են։ Բայց մեր սիրելի ծնողները, եղբայրներ քույրեր, մենք աշխատում ենք, որ այսօր ցերը, ինչի իմ երեխուց ցերը iPhone 10 է, մյուսի ցերն է iPhone 20 է, բլի ես 21 առնեմ։ Նայեք խելքի, ժողովուրդ ջան։ Այսինքն մենք սովորեցնում ենք մարդուն երեխային անբարդավանության իր ցանկությունների հետևից գնալ, բայց ոչ թե սիրել, մենք սիրել չենք սովորեցնում մեր երեխաներին, ամբողջ պատմությունը դրանում է եղբայրներ քույրեր, սիրելի ծնողներ, սեր, դուք իրար պետք ոչ թե պետք է մենք իրար սիրենք, այլ մեր երեխաներին էլ սեր սովորեցնենք, որ իրանք հոգատարությամբ վարվին, սիրով վարվին, եղբայրներ քույրեր, որն է ամենամեծ պատվիրանը, քո Աստծուց սիրել, քո ընկերոջը սիրել, քո անձիդ պես։ Բայց մենք իսկ ասում սիրով ընկերոջը սիրով ամեն բան լավ կանի, քաղաքությամբ կվարվի, վատ բան չի անի, իր ընտանիքի անդամների նկատմամբ եղբայրներ քույրեր։ Բայց մենք մեր աշխատանքամ մեր երեխաներին մղում ենք դեպի աշխարհ, անբարդավանության, ինքնասիրության, եսասիրության հպարտության, եղբայրներ քույրեր։ Հետո ասում ենք, հետո տեսնում ենք, որ մի բան արդեն կանտորից դուրս են գալիս, սկսում ենք հետ քաշել։ Ինչը հետ կքաշես, արդեն գնացել է։ Մենակ Տերը կրնա, այդ բանային է, իսկ եղբայրներ քույրեր, Հովհաննես Արաքյանն ասում ինչ կա աշխարհի մեջ, ուզում եմ կարդալ եղբայրներ քույրեր, այդ աշխարհը, որ նաև այս ավետարանը, մեր ավետարանը շատ տեղեր երեխաների հարաբերությունը ծնողների հետ ներկայացնում է շատ գեղեցիկ կերպով, որ ծնողները շատ սիրով պետք է լինեն, երեխեքներ հնազանդությամբ եւ անհնազանդությունը սիրելի երեխաներ, սիրելի եղբայրներ երիտասարդ, անհնազանդությունը ավետարանի մեջ դրվում է անարագության, մարդասպանության ամենակեղտոտ մեղքերի հետ հավասար։ Եթե դուք ուզում եք հավասարվել, այդ մեղավոր մարդկանց ուրեմն ձեր ծնողներին ինչքան կրնակ անհնազանդ եղեք։ Իսկ եթե կուզեք փրկության ճանապարհն ստալ, ուրեմն պետք է ասում է անգութ, անհարց ծնողներին աննազանդ, բարինչ սիրող, աստվածատող, եղբայրներ քույրեր, այդ բոլորը ասում է, սիրո փոխարեն, եղբայրներ քույրեր, որտեղ մենք թողել ենք իրանց աշխարհ, մենք մտածել ենք եւ դասիրակել ենք, որպես երեխան ավելի շատ աշխարհից լավ եղնի, աշխարհով լավ եղնի, անբարդավանության հասնի, շատ ունենա ամեն ինչ, շեշտը տրված է նյութականի վրա, ոչ թե հոգևորի վրա, բայց դուք մի մոռացեք ինչ որ ցանես, հետո ինչ ես։ Ցանեցիր մամնին պետք է հնձես ավականություն, ցանեցիր հոգուն պետք է հնձես հավիտենական կյանք, որը կուզեք, որ դուք եք ընտրողը։ Եղբայրներ քույրեր, ուրեմն ինչ ասեմ, բավական դժվար խնդիր է, այս խնդիրը
Եվ ես ուզում եմ, որպեսզի մենք ավելի ուշադիր լինենք այդ բոլորին։ Ավետարանին ինչքան ընտանիքներ կան, ավետարանը չեն կարդում նորմալ։ Եղբայրներ, քույրեր, ծնողներ, սերի ծնողներ, դուք որ ավետարանը չեք կարդա։ Կամ եք կյանքով չեք ուզում ապրել Աստծո վախով եւ Աստծո անկեղծությունով, Աստծո երկյուղով, ագնացանքով։ Դուք ինչպես պետք է ձեր երեխաներին դաստիարակեք կամ առաջնորդեք այդ ճանապարհով։ Աստված երկնքից տեսնում է եւ մեր ձեռքից պետք է պահանջի սերներ։ Սերը եւ ասեմ, որ սերը ոչ թե էմոցիոնալ զգացմունք է կամ ցանկություն անցողի գոհանկարություն, այլ անznորացությամբ, բարությամբ, հոգատարությամբ, քաղցրությամբ լցված կյանքի հաստատուն դրսևորում է մեր մեջ։ Ես նորից եմ կրկնում, սերը ոչ թե եղբայրներ քույրեր էմոցիոնալ զգացմունք է կամ ցանկություն է անկայուն եւ անհաստատ։ Եղբայրներ քույրեր, այլ սիրով, խոնարհությունով, քաղցրությունով, հոգատարությունով, ներողամտությունով, ազնվորացությամբ ամենակարևորը լցված հոգեվոր կյանք է եղբայրներ քույրեր, որը հաստատուն է մեր մեջ, հաստատուն դրսևորում է մեր մեջ եւ ուրախացնում է մեր հոգիները։ Եթե դուք տխուր եք, որովհետեւ այդ ճանապարհը արտարության ճշմարտության ճանապարհով չենք ապրում, բայց եթե մենք այդ ճանապարհով քայլենք, այդ բոլորը պետք է մեր կյանքը ներելուց հետո քո սիրտը ուրախ է, բարությունը ներելուց հետո քո սիրտը ուրախ է, ողորմությունը ներելուց հետո քո սիրտը ուրախ է, բայց չարով պատասխանելուց հետո դու երբեք չես ուրախանա։ Կարող է ամբարդաման հաջույք զգաս քո մեջ, ամբարդամանության հաջույքը զգաս մամնի, բայց դու չարով պատասխանելուց հետո քո հոգիդ պետք է տխրած ապրի։ Առանց Աստծո, եղբայրներ քույրեր։ Ու մենք շատերս դրա մեջ ենք առանց վախի եւ առանց երկնայք։ Իսկ հբարդությունը, որը մենք տեղ ենք տալիս, հբարդություն թույլավորում է մեր կյանքը։ Սատանեն բանի մեջ այդ եդեմական պարտեզի մեջ թույնավորես մարդուն մահվան, հավիտենական մահվան թույնը, դա եսն ու հբարդությունն էր։ Ու Աստծո խաչը վերաբերում է դրան, որ մեր միջից այդ մեղքը անի։ Բայց մենք չենք ուզում։ Հբարդությամբ, ամենափոքր հբարդությամբ ես նոր շեշտեցի։ Մի կաթիլ մեղրով ընտանիքը քայքայվի։ Ո՞ւր է մեր խելքը։ Դրա համար սերներ մենք որպես ծառայող եղբայրները խնդրում ենք ուշադրություն դարձնել եւ անհամարագամիկ վերաբերվեք Աստծո խոսքին եւ այն ինչ որ հիմա այստեղից արվում է։ Ասում է սեր եղբայրներ քույրեր։ Նաև անբարդավանությունը ինչ ուզեմ ենք անեմ, ես գիտեք եղբայրներ քույրեր, մինչև այդ դուք ընտանիք կազմենները Տիրոջ հետ շատեր ուխտի մեջ են եղել, եւ եթե մենք արդեն ուխտի մեջ ենք մտել, այդ ուխտի նպատակն է Աստծուն պաշտել, երկրպագել եւ ծառայել եւ փառավորել հոգով եւ ճշմարտությամբ, եղբայրներ քույրեր։ Աստծուն պաշտել եւ ծառայել, եղբայրներ քույրեր, երկրպագել ու վկայել հոգով եւ ճշմարտությամբ։ Մենք մեր ընտանիքներում ունենք այդ բանը, եղբայրներ քույրեր։ Բոլորս այդ թերություններ ունենք, բոլորս այդ տգարություններ ունենք, եւ եթե երբեմն եղբայրներ քույրեր մեր ընտանիքի մեջ պրոբլեմ է ցաղում, դիմացինը կինը կամ ամուսինը մեղք է գործում։ Հիմա մենք ինչ անենք, եղբայրներ քույրեր։ Դիմացինը մեղանչել է, բայց դու գիտես հետեւյալ ապաշխարությունը սկսում է քեզանից։ Դիմացինը չի ուզում մեղանչել, կինը կամ ամուսինը չի ուզում մեղանչել։ Եթե դու հոգեվոր ես, ավետարն ասում է, եւ մենք որ զորավոր ենք տգարների տգարությունը վերցնենք, ոչ թե մեզի հաջող լինելու համար, հապա բարի բաների մեջ դիմացինին հաջող լինենք։ Քույր ջան, քո ամուսինը քո գլուխն է։ Եղբայր ջան, քո կինը քո կեսդ է։ Դու ինչ ես, ինչի ես այդ բանում հրաժարվում։ Խոնարհությամբ սիրով արվի եւ ները եւ արթո որպես Աստված ողորմություն անի եւ իսկ եթե ես եմ մեղք գործել կամ կինը ինքը մեղք է գործել կամ ես եմ դիմացինը չէ մեղք գործել ես եմ մեղք գործել նույնն չի մեղք գործել ես եմ մեղք գործել ինչ պիտենք եղբայրներ քույրեր մենք պետք է զղջանք եւ ապաշխարենք ամեն առաջին քայլը զղջումն է զղջումից հետո խոստովանությունը Խոստովանությունը, այո, ես մեղավոր եմ ես հարցում։ Եվ երրորդ խնդիրը, որ դու պետք է ունենաս անպայման, որովհետև մենք կանգնելու ենք Տիրոջ առաջ, հիմա էլ ենք կանգնելու Տիրոջ առաջ, եղբայրներ քույրեր, եւ Տիրոջ առաջ կանգնելով մենք չպետք է հենց այնպես կանգնենք, ինչպես մենք ենք ուզում, այլ կանգնենք, Աստված ուզում է տեսնել մեր մեջ զղջում ապաշխարությունը, խոնարհությունը, եղբայրներ քույրեր, կոդրվածությունը, խոստովանությունը, որ ես այո սխալ եմ արել։ Ինչքան ենք մեր կյանքում քայլել ապրել առանց Տիրոջ։
ով պետք է խնդրեն ներողությունը եղբայրներ քույրեր։ Ինչքան ենք ես իմ կնոջս կինս ինձի կամել դուք իրար վիրավորել ենք, եղել է, չէ, եղբայրներ քույրեր։ Եղել է վիրավորել ենք։ Ինչքան ենք Աստված պաշտությունը թողել մեկ կողմի վրա ոտնահարել Աստծո իրավունքները։ Մենք ոտնահարել ենք Աստծո իրավունքները։ Երբ որ Աստված մեզի խաչվել է, որպեսզի մեզ իրավունք տա, մահվանից մեղքից ազատվելու։ Ինքը մեզ իրավունք է տվել։ Իրավունք է տվել իր ընտանիքի մեջ մտնելու, բայց մենք հեշտորեն Աստծո ընտանիքի իրավունքն ենք խախտում։ Չկա պաշտամունք, չկա խոնարհություն եւ ապաշխարություն, չկա ծառայություն նաեւ եկեղեցու մեջ, ինչ ուզեմ եմ կենեմ։ Այդքան է մեր խելքը շատ անգամ սերներ, ինձ իհարկե ներող եղեք։ Եվ բժշկություն չեմ գտնում, պրոբլեմ է լինում։ Ծնողներ ինչի համար ես շեշտեցի Զեբեդեոսի կնոջ խնդիրը։ Ընտանիքներ կան, որոնք Աստծուց միայն խնդրում են մանրավոր բաներ։ Մանրավոր բաները խես լավ սորվի, լավ բանեն է քնություն տա, լավ ավտո քշե, լավ տուն ապրի, լավ է սեղնի, լավ է ներնի, եղբայրներ քույրեր։ Նպատակը մանրավոր բաներ առողջ եղնի։ Առողջություն եղնի հեշտման պետք չէ։ Աստծո կարիքը չունենք։ Ոչ մի բան ինչ էլ որ եղնի մնացած է։ Աստվածն է, երբ որ պետք եղավ խնդրեմ ինքնձի կողքն է, չէ, ես Աստծո հետ գործ չունիմ։ Այդքան է մեր հարաբերությունը հաղորդակցություն, բայց Աստված ասում է խնդրեք ինքի արկայությունը, նրա աշտարությունը եւ ամեն բան ցեզի պետք է տրվի։ Մենք թողնում ենք եւ սա մենք համարում ենք հոգեվորություն։ Ուրեմն սերներ, այսօրվա իմ խնդրանքս է։ Ուրեմն երբ որ մենք հիշենք, որ մենք սխալներ ենք գործել։ Մարդը սխալվել է, կինը ամուսնու դեմ ամուսինը թող զղջա, թող խոստովանվի եւ ներողություն խնդրի, ապաշխարության քայլ քննի։ Այսօր մենք էլ ենք պետք, ինչքան ենք Աստծո կամքը, Աստծո իրավունքը ոտնահարել, ինչքան իրանք չենք պաշտել, չենք երկրպագել, հոգով եւ ճշմարտությամբ։ Այսօր այդ բանը է, ինչքան մեր ընտանիքները աղ եւ լույս չեն մարդկանց համար, եղբայրներ քույրեր։ Մարդկանց համար աղ եւ լույս եղնելու տեղը խավար ու տառնություն ենք, մութ ենք, եղբայրներ քույրեր։ Դրա համար պետք է այսօր այդ մարդիկ, ովքեր զղջում են, հասկանում են, որ իրանք Տիրոջ առաջ մեղավոր են։ Թող իրանք հիմա մենք պետք է երգենք, երկին տասկում թող առաջ կան եւ ներողություն խնդրենք։ Երկու աղոթք պետք է անենք, երեգել ենք արել աղոթքը սերներ։ Մենք աղոթք ենք արել, որ Տերը մեզի ները, մեր սխալները ընտանիքում կնոջ դեմ, ամուսնու դեմ, երեխայի դեմ, Աստծո դեմ թույլատրված, որ մենք պաշտամունք չենք մատուցարել, այնպես չենք պաշտել, ինչպես պետք է։ Դրա համար Տիրոջից ներողություն պետք է խնդրենք եւ երկրորդ աղոթքը կնի նրա համար սերներ, նաեւ որպեսի Աստված տա, որպեսի մեր ընտանիքներում Տիրոջ ներկայությունն մենք աղ եւ լույս լինենք։ Եվ մեր ընտանիքներն են սուրբ պահենք, եղբայրներ քույրեր։ Ամեն առիթով մեր բերանները մաքուր պահենք։ Ամեն ինչով եղբայրներ քույրեր սուրբ եղնենք, որպեսի Տերը մեր կյանքում գործե եւ երևա։ Տերն օրհնե ձեզ։